Ժողովուրդ օրաթերթը գրում է. Երեկ ԱԺՔ խմբակցությունը մոտ 20 րոպեանոց նիստ անցկացրեց խորհրդարանում խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի վարքի առնչությամբ էթիկայի հանձնաժողով ստեղծելու նախագծի վերաբերյալ։ Չնայած այն բանին, որ ԿՊ խմբակցության պատգամավորները տարբեր անկյուններում քննադատում են Անդրանիկ Քոչարյանի պահվածքը, բայց խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը նիստից հետո խորհրդ հայտարարեց, թե խմբակցությունը դեմ է քվեարկելու նախագծին։ Հրապարակ օրաթերթը գրում է. Վերջին շաբաթներին ԿՊ-ում հակադաշնակցական արշավ են սկսել պատմություններ մեկնաբանում իրենց գրագիտության մակարդակով, ՀՅԴ-ին էլ մեղադրում են Առաջին հանրապետության կորստի, ցեղասպանությունը ուրանալու եւ այլ մեղքերի մեջ։ Դաշնակցությունում կարծում են, որ իրենց դեմ ԿՊ-ի արշավը թելադրված է Էրդողան-Ալիև տանդեմի կողմից։ Երկու երկրներում էլ ՀՅԴ-ն համարում են ռևանշիստական ուժ ու Հայդատի հիմնական ջատագով, որին երազում են լռեցնել։ Ժողովուրդ օրաթերթը գրում է. Կառավարությանը մոտ կանգնած աղբյուրները փոխանցել են, որ հայրենի իշխանությունները նպատակ ունեն ՀՀ-ում գոյություն ունեցող բոլոր տեսչական մարմինները միավորել։ Ըստ աղբյուրների իշխանությունները Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ դաբրո են տվել այդ նախագծին, այսինքն առաջիկայում բունտ են հասունանալու, քանի որ տեսչական մարմինների միավորմամբ շատ աշխատակիցներ կրճատվելու են, ու ընդամենը մի փոքր տեսչական կոմիտե է ստեղծվելու։ Առաջիկա ամիսներին կլուծարեն տեսչությունները ու կոմիտեն զրոյից կգործարկեն, թե առաջիկայում ինչ իրավիճակ կստեղծվի այդ կառույցներում ցույց կտա ժամանակը։ Հրապարակ օրաթերթը գրում է. Ուղիղ մեկ ամիս առաջ գրել էինք, որ շուտով պաշտոնից հրաժարական կտա Ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրեն Նարեկ Մանուկյանը, որը 2019 թվականի սեպտեմբերին նշանակվել էր այդ պաշտոնին առողջապահության այն ժամանակվա նախարար Արսեն Թորոսյանի հրամանով։ Նա ապրիլի 4-ին ազատվեց պաշտոնից իր դիմումի համաձայն։ Բացի հիվանդանոցի տնօրենը լինելուց Մանուկյանը նաև Երևանի ավականու անդամ էր ԿՊ խմբակցության կազմում։ Երևանի ավականու նիստին երեկ հայտարարեցին, որ Նարեկ Մանուկյանը դիմում է ներկայացրել ու վայր է դնում նաև ավականու անդամի մանդատը։ Նշենք, որ Մանուկյանը Արսեն Թորոսյանի ընկերն է, ով նեղացել է քաղաքացիական պայմանագրից։ Ժողովուրդ օրաթերթը գրում է. Երեկ խորհրդարանում կատարվածը որքան էլ որ տհաճ միջադեպ որակվեց, այնուամենայնիվ խորար մատներ ուներ ու ԿՊ-ի կողմից գծագրված առավել մեծ պլան տապալվեց։ Խնդիրը միայն ցեղասպանության ուրացման պատժի մասին նախագիծը չէր։ Ժողովուրդ օրաթերթը ԿՊ-ին մոտ կանգնած խորհրդարանական աղբյուրներից պարզել է, որ երեկ ԿՊ-ականները մտադիր էին դաշնակցության ղեկավար Իշխան Սաղաթելյանի վրա հարձակվել, ցուցադրաբարձեց կրտուկ սարքել հենց նրա հետ։ Անգամ ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում չզսպեց իր էմոցիաները, թիրախավորված քննադատելով ու վիրավորելով Իշխան Սաղաթելյանին։